Բարի օր հարգելիներս, Արարատի եթերում կրկին բացահայտումներ են կատարելու, ասեմ, որ ես վերադարձել եմ իմ սրտի մարզ, Արարատ, չէ, բոլորովին տարբերություն չեմ դնում մարզերի միջև, որտեղ էլ լինեմ, ինձ զգում եմ ինչպես իմ հայրենիքում, այսօր ուզում եմ շփվենք Ազատաշեն բնակավայրի բնակիչների հետ, ասեմ, որ բնակավայրը պատկանում է Մասիս համայնքին, դե միասին գնանք առաջ։ Ազատաշենցիներ ջան, սիրով ուզում եմ բոլորի տեղեկացնել, որ մեր հաղորդաշարի գլխավոր հովանավոր F-Net Telecom ընկերությունը արդեն հասանելի է ձեր բնակավայրում։ Այսպիսի հարց կառաջանա, ինչ է F-Net-ը։ Ասեմ, բավականին երկար տարիներ է, ինչ F-Net Telecom ընկերությունը մատակարարում է գերարագ ինտերնետ կապ, շատ հեռուստաալիքներ և մի շարք խելացի լուծումներ։ Եթե հիմա բաժանորդագրվեք, ապա կօգտվեք ընկերության հատուկ առաջարկից։ Մանրամասների համար թողնեմ հեռախոսահամար զանգահարեք։ Սիրելիներս, հասանք Ազատաշենի հիմնական դպրոց, գնանք տեսնենք ինչ կա չկա այս կրթական հաստատությունում։ Վահագ, արի գնանք առաջին դասարան։ Բարև ձեզ։ Ասեք, ձեր մոտ հիմա ինչ դասաժամ է։ Տեխնոլոգիա։ Նկարչություն եք անում, թե ինչ-որ առարկաներ եք պատրաստում։ Իսկ դուք հաճախ եք ձեր մայրիկներին ասում, որ շատ եք սիրում իրեն։ Ամեն օր դա ասում եք։ Այո։ Ով կարող է ասել, վերջին անգամ ընկեր Ղարիբյանին երբ եք ասել, որ իրեն շատ եք սիրում։ Սեպտեմբերի 1-ին։ Երեխեք, հիմա այսպես ենք պայմանավորվում։ Երբ որ ձեր դասվար ընկեր Ղարիբյանը մտնի դասասենյակ, բոլորդ ոտքի եք կանգնում ու ասում եք, ընկեր Ղարիբյան, մենք ձեզ շատ ենք սիրում։ Այո։ Որ ինքը երջանկանա ու սիրով լցվի ձեր հանդեպ, ավելի շատ ձեզ սիրի։ Այո։ Ապրեք։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Որ սերը մեր երկրում, մեր հայրենիքում չպակասի։ Պետք է բոլորս իրար սիրենք։ Դուք ընկերներով սիրում եք իրար։ Այո։ Շատ եք կռվում իրար հետ։ Ոչ։ Ձեր դասընկերներին, որ ինչ-որ մեկը նեղացնում է, օգնության հասնում եք։ Այո։ Երեխեք, հիմա գիտեք ինչ ենք անում։ Սպիտակ թղթի վրա սմայլիկը գիտեք ինչ է։ Սմայլիկ ենք նկարում, որով ցույց ենք տալիս ձեր տրամադրությունը։ Գայանե, ես տեսնում եմ, որ դու այստեղ ժպտացող սմայլիկ ես նկարել։ Սա քո ներկայիս տրամադրությունն է։ Այսօր ուրախ ես։ Անժելիկա, կմեկնաբանես, ինչ ես նկարել։ Սմայլիկ։ Ժպտում ա, լացում ա, ինչ ա անում։ Ժպտում։ Արթուր, իսկ քո սմայլիկը լեզու է հանել։ Չսիտիկ։ Սրտիկ։ Ում է սրտիկներ ուղարկում։ Ուսուսեցին մամաներնից։ Ապրի Արթուրը, դե սրտիկներ ուղարկի իսկական։ Դու դպրոցը շատ ես սիրում։ Այո։ Ամենաշատը որ ուսուցչուհուն ես սիրում։ Ընկեր Ղարիբյանին։ Որովհետև ինքը ձեր դասվարն է։ Այո։ Ամալիա, ինչ էլ ուրախ սմայլիկ ես նկարել։ Լեզու է հանում քո սմայլիկը։ Ում վրա է լեզու հանում։ Արթուր, ձեր դասարանում միշտ ժպտում եք։ Հա։ Այսինքն ձեր դասերը ուրախ են անցնում։ Հա։ Այս տարի դպրոցը ավարտում եք։ 9 տարի այստեղ եք սովորել։ Հա։ Հիմա ես կցանկանայի որպես ազատաշենցիներ, ինձ մի քիչ պատմեք ձեր գյուղի մասին, որովհետև այստեղ առաջին անգամ եմ լինում։ Մեր գյուղը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ ու ջերմոցներում ծաղիկներ են մշակում վարդեր, շատ հյուրասեր են բնակիչները։ Քո անունը։ Մարիա, Մարիա ջան, իսկ դու դպրոցի մասին ինչ կպատմես մեզ։ ես դպրոց եմ եկել 8-րդ դասարանից ու շատ ջերմ ընդունելության եմ հանդիպել, անկեղծ չէի սպասում ու քանի որ Արցախից էի, մտածում էի միգուցե բացասական վերաբերմունք ստանամ, բայց իրականում հակառակն էր,
ջերմ ժպիտների հանդիպեցի։ Այ կցանկանայի իմանալ, ինչ երազանք ունես դու։ Ինձ թվում է արդեն մի փոքր բարձվեց։ Ես երազում եմ գնալ Արցախ, բայց այդ երազանք չեմ համարում, այլ նպատակ։ Դու Արտյոմ, որպես դասարանի ջենտլմեն, ավագ, ահա, կողքից հուշում են, պատմիր քո մասին։ Օրինակ, որ իմ ընկերներին ինչ-որ բան լինի, իմ դասանցիներին, հաստատ իրենց կողքը կլինեմ, իրենց կպաշտպանեմ։ Երեխեք, որ գնում եք տուն, ձեր զբաղմունքը տանը ինչպես եք անցկացնում։ Ուրբաթ օրերը ավելի հետաքրքիր է անցնում, որ մի անգամից տենց գնում, իրար հետ ենք ժամանակ անցկացնում, տենց քայլում ենք։ Արտյոմ, այ քո ապագան ո՞նց ես պատկերացնում։ Ուզում եմ դառնամ ծրագրավորող։ Դպրոցը ավարտելուց հետո ուզում եմ ընդունվեմ քոլեջ, շարունակեմ տենց։ Ես գիտեմ ինչու ծրագրավորող։ Ասեմ ինչու, որովհետեւ փողը շատ է։ Հետո բարեգործություն կանես քո գյուղի համար։ Հա, ինչ կբացես այստեղ, առաջինը։ Հիվանդանոց։ Իսկ երկրորդը։ Ես ասեմ ինչ կբացեի։ Մանկապարտեզ երկրորդը։ Իսկ դուք երեխեք, այ որ հնարավորություն ունենայիք։ Ես այգի կհիմնեի։ Ինչ։ Այգի։ Այգի։ Որ սիրահար զույգերը գնային, նստեին, զբոսնեին, հա։ Դե ոչ միայն, դե էդ էլ։ Դու։ Ես խաղահրապարակ։ Այսինքն հասկացանք, որ Ազատաշեն ունի թե հիվանդանոցի, թե մանկապարտեզի, թե այգու, թե խաղահրապարակի կարիք։ Երեխեք, Աստված տա իրոք դուք բարձունքների հասնեք, ձեր երազած մասնագիտություններին հասնեք, այնքան փող ունենաք, որ գյուղին էլ կարողանաք օգնել։ Որովհետև մեր գյուղերը ինքներս մենք պետք է շենացնենք։ 9-րդ դասարանը ավարտելու եք ու ինչ եք անելու։ Որտեղ եք շարունակելու։ Ես ավագ դպրոցում եմ շարունակելու, հետո արդեն ընդունվելու եմ համալսարան։ Գյուղ ընտրել ես, որ գյուղի դպրոցում։ Բանգլադեշ։ Երևան ես հասնելու։ Ամեն օր։ Հա։ Տրանսպորտով։ Հա։ Տրանսպորտը լավ է աշխատում Ազատաշենից Երևան։ Չէ։ Չկա։ Դենց կա տրանսպորտ այստեղ, բայց ոչ ժամերով սպասում են կանգառում, մարդիկ կանգնում են, մարդվան ձմռանը ավելի անհարմար է օգտվել տրանսպորտից։ Քանի որ արդեն մի ամսյակ է, կցանկանայի, որ դուք ձեր բարեմաղթանքները ուղեք թե ձեր ուսուցչուհիներին, թե ձեր հարազատներին։ Ուզում եմ, որ միշտ իրենք երջանիկ լինեն, միշտ շփտան, ընդհանրապես ոչ մի ցավ էլ չտեսնեն։ Դու Մարիա։ Ես խաղաղություն եմ ցանկանում ու ինձ թվում է խաղաղությունը առաջին հերթին կարող են գտնել Աստծո հետ ու ցանկանում եմ, որ միշտ Աստված իմ հարազատների ու ընդհանրապես բոլորի հետ լինի ու բոլորը Աստծո ձեռքը բռնած միշտ կարողանան առաջ շարժվել։ Արտյոմ, դու 3 ամիս հետո ավարտելու ես դպրոցը, գնալու ես քոլեջում շարունակես ուսումը, այ ինչ կտանեիր քո հետ այս դպրոցից։ Կուզեի ընդեղ էլ իմ ընկերների նման օգնող լինեին բոլորը, միշտ ինձ հասնեին, ուսուցիչներն էլ։ Այս դարում ինչն է ամենակարևորը։ Գիտելիքը։ Իսկ մասնագիտություններից ո՞րն է ամենակարևորը։ Բժշկություն։ Այլ ինչ են ձեզ ասում ուսուցիչները միշտ, ուր էլ գնաք, ինչ մասնագետ էլ դառնաք, կյանքում լավ մարդ եղեք, այո։ Ու մարդկանց հանդեպ միշտ էլ մարդ կմնաք։ Հիմա արի գնանք 7-րդ դասարան։ Գնացինք։ Դաս են անում, բայց պետք է խանգարեմ։ Բարև ձեզ։ Յանա ջան, ինչ դասաժամ է ձեր մոտ։ Մեր մոտ երկրաչափություն է։ Ասում են, որ ուսուցչուհուն շատ է սիրում, իր դասավանդած առարկան էլ ավելի լավ է սովորում, դա այդպես է։ Մարինա, դու ո՞նց ես։ Լավ, Դու կասես քո ամենասիրելի առարկան ո՞րն է։ ռուսերենը։ Ինչ կպատմես քո դպրոցի մասին։ Մեր դպրոցը շատ լավն է։ Չգիտեմ, 3 տարի եմ ստե սովորում, բայց շատ է դուրս եկել։ Որտեղից ես եկել։ Երևանից։ Տեղափոխվել եք Ազատաշեն։ Չէ, ես Երևանից եմ ստեղ գալի։ Հիմա դասերը վերջանա գնալու ես Երևան։ Վայ, ինչ լավ է։
Բա ինչպես այդպես դասավորվեց։ Չգիտեմ։ Գովելի փաստ է, որ մարդիկ ձգտում են դեպի Երևանի դպրոցներ գնան, բայց Երևանից գալիս են գյուղերի դպրոցներ։ Այստեղ ավելի լավ է։ Այո։ Ինչով է տարբերվում Երևանի դպրոցներից։ Այստեղ մի քիչ ուրիշ են։ Ուրիշ։ Ուսուցչական անձնակազմն է ուրիշ, երեխեքն են ուրիշ։ Ամեն ինչ երկուսն էլ։ Ես Արևիկն եմ։ Ես էլ Նայիրի Միրզոյանն։ Նայիրի։ Նայիրի։ Շատ լավ անուն ունես։ Գիտես չէ, որ նախկինում Նայիրին մեր Հայաստանի անունն է։ Հայաստանն է եղել, այո։ Ինչ կուզենայիր, որ քո դպրոցում լիներ, որը չկա, բացակայում է։ Ինձ կուզենայի, որ ասենք դպրոցը լիներ հարմար պայմաններով, վերանորոգած լինեն, էլի։ Ջեռուցում լիներ, չէ, էլեկտրական սալիկներով չտաքանայիք, չմրսեիք, որ մեծանաս, քո ապագան ազատ աշենում ես պատկերացնում։ Հա? Ինչու։ Երևի որ սա ծնվել, իմ ծննդավայրն է դրա համար։ Յուրիկ, միամսյակ է։ Ինչ ես նվիրելու քո մայրիկին։ Դեռ չեմ որոշել, բայց ես միամսյակի ժամանակ ես իրան նվիրում եմ ծաղիկներ։ Իսկ ֆիզկուլտուրան որտեղ եք անում։ Ամառները անում ենք բակում, իսկ եթե ձմեռ է լինում, ցուրտ է լինում, անում ենք դասարանում, խաղեր ենք խաղում, ուսուցչուհին խաղեր ա բերում։ Այ օրինակ, եթե ես ձեր դասարանում սովորեի ու ինչ որ լրագրող գար ինձ հարցեր տար, ասեր ինչ կցանկանայիք, որ ձեր դպրոցում լիներ, ես առաջինը կասեի, կուզեմ, որ մենք ունենանք մարզադահլիճ։ Ըստ է ամեն եթե բոլոր երեխաները ուզում են մարզադահլիճ, որովհետև ծմրանը չեն կարողանում ոչ միտեղ խաղալ, դասարանում ենք ստիպված խաղալ։ Խնդրենք կառավարությանը, պետությանը, որ Ազատաշենի դպրոցին պարտադիր ուշադրություն դարձնի, ապագայում ունենակ ավելի հարմարավետ դպրոց իր մարզադահլիճով հանդերձ։ Իսկ քո կյանքի ամենամեծ երազանքը ո՞րն է։ Դառնամ գոնե Եվրոպայի չեմպիոն։ Սպորտ ես գնում։ Հա, Ինչ մարզաձև ես տիրապետում։ ըմբշամարտ։ Ահա։ Որտեղ ես պարապմունքներ անցկացնում։ Մի գյուղ վերև, դահլիճ ունենք, մենք այնտեղ պարապում ենք։ Մի գյուղ վերևը ո՞րն է։ Գեղանիստ։ Իսկ մեր հայ ըմբիշներից ամենաշատը ում ես սիրում։ Բոլորին է սիրում եմ։ Ում կառանձնացնեիր։ Ուզում եի Արսեն Հարությունյանի տեսնել, որտեղ ես իրան բանը որ տեսել եմ, որ ինքը ոնց է պարապում, ոնց է աշխատում, ես այդ դրանից եմ սիրել այս սպորտը, դրա համար է։ Հետո էլ իրան եմ սիրում։ Ես էլ ցանկություն ունեմ Հայաստանում հաղթել, հետո նոր արդեն նոր փուլեր կբացվի, նոր կշարունակեմ արդեն ավելի բարձր տեղայնում մեր Հայաստանի դրոշը պահել։ Սիրելիներս, տեսակ չէ ինչքան լավ աշակերտներ են սովորում Ազատաշենի հիմնական դպրոցում։ Ես տեղեկացա, որ այստեղ կա 68 աշակերտ եւ դպրոցի տնօրենը մեզ ասաց, որ ապագայում այստեղ կկառուցվի նոր մոդուլային դպրոց։ Այդ փաստից շատ ուրախացա։ Այժմ գնանք շարունակենք մեր բացահայտումները գյուղում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Լավ, մերսի, դուք ո՞նց եք։ Լավ եմ։ Եկեք ծանոթանանք։ Ես Արևիկն եմ, ինձ ճանաչում եք, չէ։ Ոչ։ Վայ ապրեք, ես երջանկանում եմ, որ ինձ ճանաչում են։ Ձեր անունը։ Ազո։ Ազո։ Ազո, Ազատ։ Չէ, Ազիզա Ազո են ասում։ Հա, Ազատաշենից եք դուք։ Չէ, Արբաթից եմ սովորում։ Բա ինչ եք անում Ազատաշենում։ Եթմեմ արեստավորից մոտ։ Մեքենան պետք է սարքի արեստավորը։ այո, Հա, Ազատաշենցի է։ Այո, Անունը ինչ է։ Սերյան։ Ազատաշենում կան նաև հմուտ արեստավորներ։ Հա, այո։ Իսկ կողքի գյուղերի բնակիչներով Արբաթը կողքի գյուղն է, չէ։ Հա, կողի գյուղ։ Ինչպես է գյոլա գնում իրար հետ։ Շատ լավ։ Ես կցանկանամ նկարագրեք, այստեղ մարդիկ ինչպիսին են։ Շատ լավ, ինկերասեր, բարի։ Իսկ գիտեք, որ Արբաթում F-net-ը եւս հասանելի է։ Այո, գիտեմ։ Մեր հաղորդաշարի գլխավոր հովանավորն է։ Շատ ուրախ եմ։ Ու շատ լավ առաջարկներ ունի։ Անպայման կհետաքրքրվեք, եթե ուզենաք նաև կօգտվեք։ Եղավ, շնորհակալ եմ։ Ոնց է ձեր տրամադրությունը տղաներ։ Շատ լավ։ Եկել ենք Ազատաշեն, որպեսզի ծանոթանան գյուղի ու բնակիչների հետ։ Այ ով կասի։ Ինչ էիր ուզում ասես, ասա։ Տեստը սա լավ մարդիկ են։ Յուրասեր ժողովուրդ են էլի։
Բոլորն էլ որ գյուղում են մնացել, գյուղասեր են։ Քաղաք չեն սիրում բաբշե։ Կասեք Ազատաշեն ինչ է նշանակում։ Ազատ եւ շեն։ Ինչ երազանքներ դուք ունեք։ Հայաստանի սահմանները հետ վեկալ ենք, աստվածտա կռիվներ չլինի։ Զինվորներն էլ լավ մնան։ Կանուն է։ Մարատ։ Մարատ դու Արցախից ես։ Կարոտում ես Արցախը։ Այո։ Ընկերներին Արցախի վերջին անգամ երբ ես տեսել։ Կռվի ժամանակ։ Ես գիտեմ, որ գյուղում կա միայն բարի խմբակ։ Կցանկանայիք, որ Ազատաշենում էլի խմբակներ լիներ։ Այո։ Ես ֆուտբոլի դաշտ կուզեի։ Բարբի տեղ, բայց ես գեղանիշտել եմ գնում։ Սիրելիներ, սա Ազատաշեն գյուղն է, ինչպես տեսնում եք, աղբամաններ կան ամենուրեք տեղադրված, մարդիկ գյուղը մաքուր են պահում, բարև ձեզ։ Սա ինչ։ Շնորհակալ եմ շատ։ Ինչ բարի են Ազատաշենցիները։ Մի բուր շպիտ, ամեն փնջում։ Շնորհակալ եմ Luxury Rose-ից։ Սիրելիներ, դուք տեսաք, չէ՞, ինձ ինչքան ժպիտ պարգևեց այս ծաղկե փունջը։ Հաճախ ծաղիկներ նվիրեք ձեր սիրելի մարդկանց։ Իմ շատ սիրելի հայրենակիցներ, այս շենքը Ազատաշենի վարչական ղեկավարի նստավայրն է։ Առաջարկում եմ գնանք մեզ պատմեն այս գեղեցիկ գյուղի մասին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Արևիկն եմ Արարատ հեռուստաընկերությունից, եկել եմ տեսնեմ ինչ կա չկա Ազատաշեն գյուղում։ Ես Մարինեն եմ, աշխատում եմ Ազատաշեն բնակավայրում առաջատար մասնագետ օպերատոր։ Աշխատում եմ համայնքապետարանում 91 թվականից, Ազատաշենի համայնքապետարանում։ Կասեք գյուղը որ թվականին է հիմնադրվել։ Գյուղը հիմնադրվել է 1927 թվականին, հիմնականում գյուղը վերաբնակեցվել է Աբովյանից և Արգավանդից, գյուղը ունի 230 տնտեսություն, մոտ 950 բնակիչ, բնակավայրում ապրում են ներկայությամբ 14 ընտանիք արցախցիներ, թվով 56 հոգի, բնակավայրի հիմնական զբաղվածությունը գյուղատնտեսությունն է, բնակչությունը զբաղվում է հողագործությամբ, ջերմոցային տնտեսությունների մշակմամբ, հիմնականում մշակում են վարդ։ Կցանկանամ իմանալ, թե խոշորացումից հետո Մասիս համայնքի ջանքերով դրական ինչ աշխատանքներ են տարվել գյուղում։ 2022 թվականին խոշորանալուց հետո Մասիս համայնքապետարանի կողմից սուբվենցիոն ծրագրով իրականացվել է բնակավայրի լուսավորության խնդիրները։ Բնակավայրը 100%-ով ապահովված է ցերեկային լուսավորությամբ, տեղադրվել են աղբամաններ։ Բացառիկ գյուղ է Ազատաշենը, անկեղծ եմ ասում, ես մեծ ուշադրություն եմ դարձնում փողոցների մաքրությանը ու այսքան շրջեցինք, ոչ միտեղ չնկատեցի, որ գետնի վրա աղբ լինի։ Գյուղում չկա մանկապարտեզ, չկա մշակույթի տուն։ 1993 թվականին Ազատաշեն բնակավայրում գործող մանկապարտեզը, որպես սեզոնային մանկապարտեզ, փակվել է եւ առ այսօր Ազատաշենը չունի մանկապարտեզ երեխաների թվի կրճատման պատճառով։ Մանկապարտեզը տեղադրված է եղել է նույն շենքում, որտեղ որ վարչական նստավայրն է։ Ունեն գրադարան, մեկ սենյակ վարչական շենքի ներսում, մշակույթի տուն Ազատաշենը չունի։ Մեր մոտ երեխաների թիվը աճել է, մանկապարտեզ ունենալու դեպքում կունենանք 2-ից 3 խումբ։ Մասիս համայնքի ղեկավար պարոն Համբարձումյանը խոստացել է, որ մանկապարտեզ կկառուցվի Ազատաշեն բնակավայրում։ Լավատես ենք եւ վստահ ենք, որ ի շնորհիվ համայնքի ղեկավարին Ազատաշեն բնակավայրը եւս կունենա մի օր մանկապարտեզ։ Բնակավայրի խմելու ցանցը ամբողջովին վերանորոգման կարիք ունի։ Փողոցները, գրեթե բոլոր փողոցների ջրի խողովակները հնամաշ են, հաճախակի են լինում վթարներ։ Վթարները վերականգնում են, որը վիոլաջուր ընկերության կողմից, որը բնակության անձնական միջոցների շնորհիվ, ջուրը 24 ժամյա է, կենտրոնացված ջրամատակարարում ունենք, չունենք կոյուղի։ Խմելու ջրից բողոքը հիմնականում նա է, որ պիտի խողովակները վերանորոգվի։ Առաջիկայում ինչ ծրագրեր կան գյուղի հետ կապված։
Առաջիկայում ծրագրերը ներկայացրել ենք համայնքապետարան սուբվենցիոն ծրագրում բնակավայրում ռոռոկման խողովակների տեղադրման համար։ Ունենք այդ ներկայացված խմելու ջրի խողովակները վերանորոգելու կամ հիմնովին փոխելու խնդրանքով ենք դիմել, որ ընդգրկվել է սուբվենցիոն ծրագրով։ Բնակավայրի բոլոր փողոցները ներկայացված է ասֆալտապատման։ Առաջ Աստված։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Շատ լավ։ Ինչ եք նոր ասում։ Ասում եք գնանք մեր տուն սուրճ հյուրասիրեմ։ Դպրոցի տնօրենի ամուսինն եք։ Հալա, վետ որ շանսեր չէ։ Չէ, լինի։ Ես եմ հրավիրում, տնօրենը չի հրավիրում։ Ամեն քայլափոխի Ազատաշեն գյուղում տեղադրված են աղբամաններ։ Եկեք բոլորս մաքուր պահենք մեր սիրուն բնակավայրերը։ Արևիկ ջան, ձեզ մի հարց կարելի է։ Լսում եմ, Կարո ջան։ Որտեղից եք ձեռք բերել այս շորը, այդ տողերը ինձ շատ դուր եկավ, մարդու հանդեպ մարդ եղեք եւ խոսելուց առաջ մի քիչ մտածեք։ Դու ես ուզում այսպիսի հագուստ ունենաս։ Այո։ Ես քեզ հիմա կասեմ։ Մտնում ես Instagram, որոնման տեղում գրում ես idea.arm անգլերեն տառերով եւ իրենց edge-ին գրում ես, որ հուդի ես ուզում կամ այսպիսի հագուստ ես ուզում, գրվածքն ես ուղարկում, որ այսպիսի տողեր եմ ուզում հագուստիս վրա լինի, իրենք կարում են ու առաքում են քո նշած հասցեով։ Շնորհակալություն։ Ինչ կա չկա Ազատաշեն գյուղում։ Ամեն ինչ կա։ Ձեր անունը ի՞նչ է։ Քնարիկ։ Տիկին Քնարիկ, դուք այստեղ եք ծնվել, թե հարս եք եկել։ Չէ, ես ստեղ եմ ծնվել, այն ժամանակ որ էլ է 12 տուն, մենք ստեղ ենք ելել։ Այստեղ եք ամուսնացել։ Այստեղ ենք ամուսնացել, այստեղ էլ մնացել ենք։ Ահա, իսկ եթե հնարավորություն ձեզ տրվեր Հայաստանի ուրիշ մարզում ծնվելու, որը կընտրեիք։ Հայաստան, ես իմ գյուղից ոչ մտեղ չէի գնա։ Էլի Ազատաշենը կընտրեիք։ Էլի Ազատաշենը, մեր գյուղը շատ լավն է, շատ համախմբված է։ Տիկին Քնարիկ, ես կուզեմ իմանալ, դուք քանի տարեկան եք։ 85 տարեկան եմ։ Դուք օրինակ ինչ կուզեիք, որ ձեր գյուղում լիներ, բացի դպրոցից։ Դպրոցից մանկապարտեզ լիներ, երեխաներն էթում են ուրիշ գյուղ հերթագրվում են շատ, կուզեի որ գյուղը բարելավեր։ Կուզեիք հատուկ կանանց համար նախատեսված կենտրոն լիներ, անունը կանանց կենտրոն։ Գնայիք նստեիք այնտեղ։ Ապրեց, էդի շատ լավ բան ասիր, շատ լավ բան մտածեց։ Ինչա հավաքում ենք մեկի պատի տակը նստում ենք, սարք չկա, բան չկա։ Դե դուք գնացեք սուրճ խմեք, մեզ էլ կորնեք։ Ապրեք, երկուստ էլ ապրեք։ Մենք հիմա 6-րդ փողոցում ենք գտնվում, դա Ազատաշենի այն փողոցն է, որտեղ կառուցված է այս մատուռը, Սուրբ Հովհաննես։ Տեղյակ եք ով է կառուցել։ Ես եմ կառուցել։ Դուք։ Այո։ Ուզեցինք կառուցեցինք, էլի, մենք համայնքում չունենք սրբատեղի, որոշեցինք կառուցենք այս մատուռը, որ մեր համայնքում էլ ունենանք սրբատեղ։ Կանք մեր մոմը վառենք, մեր աղոթքը անենք։ Ուզում եմ հասկանալ, ձեր անձնական միջոցներով եք կառուցել մատուռը։ Այո, ես իմ անձնական միջոցներով եմ կառուցել, իմ հարևանների օգնությամբ։ Աշխատանքները քանի տարվա մեջ եք ավարտին հասցրել։ 8-9 ամսվա մեջ։ Այդքան կարճ ժամանակահատվածում։ Ասում եք, որ ձեր հարևաններն են, շատ օգնել։ Այո, այստեղ եթե ինչ-որ մի հատ գործեր արվում, մի հատ ցեխեր արվում, առաջինը հարևաններն էին։ Ես շատ ուրախ եմ, որ ձեր նման հայ ունենք Ազատաշենում։ Ես էլ ուրախ եմ ձեզ այստեղ տեսնելու համար։ Իրոք Աստված տա, որ բոլորը ձեր նման վերաբերվեն մեր հայրենիքին։ Ամեն մեկս մեր գործով ինչ կարողանանք անենք, ի նպաստ մեր հայրենիքի զարգացման, շատ լավ կլինի։ Դուք մեծ գործ եք արել, թե ձեր գյուղի, թե ընդհանուր մեր հավատքը պահպանելու համար։ Բարև։ Արևիկ ջան, սա ծաղիկներից է։ Ապրես, դու ի՞նչ է քո անունը։ Բագրատ։ Շնորհակալ եմ։ Տունը ով կա։ Բոլորը տունն են։ Այո։ Ինչ են անում։ Նստած։ Սուրճ խմել են։ Կարող է գնանք ձեր տուն, մեզ էլ սուրճ հյուրասիրեն։ Գնանք։ Գնանք։
Տիկին Ծովինար, մի քանի ժամ է ինչ Ազատաշենն ենք բացահայտում։ Մեր մոտ ապրում են բարի, խելացի, լավ մարդիկ, գյուղը շատ համախմբված է, բոլորը մեկը մյուսի ընտանիքով, մեկը մյուսի դարդուցավով, համերաշխ գյուղ է մեր գյուղը։ Մեր գյուղում այս առաջին կառույցը հոգևոր, որ եղել է, այս մեր մատուրն է եղել, որը որ իմ տղայի մտահղացումն է եղել։ Մենք գնում ենք ընտանիքներով, իմ ու իմ աղջկա ընտանիքը իմ տղայի հետ միասին, ամեն շաբաթ կիրակի մենք նվիրում ենք, այսպես ասած Աստծուն, գնում ենք, որտեղ մի նոր մատուռ, եկեղեցի, շինություն, կառույց, հնություն, չգիտեմ, գտնում ենք, գնում ենք, ու այդ ձևով իմ տղան որոշեց իր մտահղացումներ, որ ես ուզում եմ մեր հայաթում մի փոքրիկ մատուռ։ Օգնեցինք ինչով, որ կարողացանք, նույն ձևի շատ լավ մեր հարևանությունը, գյուղի մարդիկ, ովքեր ինչով կարողացան, իրենց ուժը ներդրեցին ու ունեցանք ի վերջո մեր այս հոգևոր անկյունը, որտեղ գյուղի բոլոր ժողովուրդը օգտվում են, գալիս են, ում են վառում, աղոթք են անում, միգուցե դա հենց օգնի ժողովրդին, որ բարությունը, այդ չարությունը դուրս գա ու մարդիկ լցվեն բարությամբ։ Դուք ասում եք, որ ամեն առավոտ շնորհակալություն եք հայտնում Աստծուն։ Այո։ Այն ամենի համար ինչ որ ունեք։ Ես կցանկանամ, որ ձեր օրինակին հետևեն ամենքը։ Բոլորը, այո, ցանկացած մարդ։ Տիկին Ծովինար, այստեղ ինչով եք զբաղվում։ Գյուղատնտեսությամբ հիմնականում, մի փոքր հողամաս ունենք, մեր հողամասը մեր տան դիմաց, ինչով որ կարողանում ենք գյուղատնտեսական մթերք արտադրում ենք։ Այ որ հնարավորություն տրվեր, գնալ քաղաքում ապրելու, գյուղը կթողնեիք։ Չի ուզի։ Ես շնորհակալ եմ իմ ապրելակերպի, իմ ապրելատեղի համար, որտեղ ծնվել եմ, մեծացել եմ ու ապրում եմ այժմ։ Նաև նկատեցի, որ ձեր հարսի հետ ձեր շփումը շատ ջերմ է։ Ինչով է դա պայմանավորված։ Շատ ջերմ է, այո, ես իմ հարսին սիրում եմ իմ աղջկա պես, իմ աղջիկն է, իմ հարսը նույնը եւ իմ փեսային, իմ տղայի պես ունեմ, երկուսը ավելին չունեմ ու դա էլ է ինձ բավարար, մենք այնքան սեր ու ջերմություն կա մեր մեջ, ես իմ հարսին իմ աղջկանից չեմ տարբերում, իմ աղջիկն է, իմ տան մեջ ապրում ենք շատ սերով, ոնց որ մայր ու աղջիկ։ Ասում են, չէ, ամուր պետությունը սկսվում է ամուր ընտանիքից, այո։ Պետության հիմքը իրոք ամուր ընտանիքն է։ Թող երկրում, ամբողջ աշխարհում, մեր Հայաստանում լինեն միշտ սեր, միություն, ջերմություն բոլորի ընտանիքներում։ Տեղյակ եմ, որ Ազատաշեն գյուղը այն եզակիներից է, որ պատերազմներում զոհ չի ունեցել։ Հա, չենք ունեցել զոհեր։ Այո։ Մասնակիցներ, այո, Երանի ոչ մի գյուղում չլիներ, ոչ մի քաղաքում, գյուղում, չգիտեմ, Ավանում ոչ միտեղ չլիներ այդպիսի կորուստ։ Մինչև մեր մատուռ կառուցելը մենք ունեցել ենք մի անկյուն սրբի համար, որը իմ կիսուր մայրիկն է պահպանել, այսպես ասած, ինքն էլ մեծ հավատ կա ունեցել Աստծո հանդեպ։ Տեսնում եք ինչպես հին նկարներ են սրանք, պահել, պահպանել, այս վերջին շրջանում հավաքել են, կամրացրել է մի հատ ինչ-որ բանի վրա, որ չկորչի ոչ մի բան, այս հնությունը պահպանվի, այստեղից ոնց որ հիմքը էս ա ծառայել, որ մեր մեջ այս հավատքը ավելի մեծ ա եղել։ Բագրատ, տարվա եղանակներից ամենաշատը ո՞րն է սիրում։ Ապրիլը։ Ապրիլ ամիսը։ Քո ծննդյան օրը։ Երբ է։ Ապրիլի 4-ին։ Ահա, ապրիլի 4-ին մենք կգանք Ազատաշեն։ Ինչ կմաղթես մեր հեռուստադիտողներին, հետևորդներին։ Ասա։ Աշխարհի խաղաղություն։ Հետո մայրիկներին, տատիկներին, պապիկներին, բոլորին առողջություն, չէ՞։ Համերաշխություն։ Այո։ Սիրելի հեռուստադիտողներ եւ հետևորդներ, այսօր փորձեցինք որոշ չափով բացահայտել Մասիս համայնքին պատկանող Ազատաշեն բնակավայրը։ Ազատաշենցիներ ջան, ձեզ էլ շատ սիրեցի։ Սա մեր առաջին այցն էր, բայց խոստանում եմ
հաճախակի կայցելենք, որ մեզ չմոռանաք։ Մեր հաղորդաշարի գլխավոր հովանավոր Fnet Telecom ընկերությունը ձեր գյուղում արդեն հասանելի է։ Ես ինքս օգտվում եմ Fnet-ից ու երաշխավորում եմ, որ այն ամենալավ կապն է Հայաստանում։ Գերարագ է եւ մատչելի։ Մենք կրկին կհանդիպենք Արարատի եթերում, բայց չգիտեմ որ մարզում։ Հետևեք մեզ, որպեսզի իմանաք։ Գարուն է։ Լմիրապես սպասեք։ Հարեմ ձեզ։